Դուք հիշում եք Վաշինգտոնում այդ դեկլարացիան ստորագրելուց, որից հետո հարձակումներ եղան այն բոլոր մարդկանց վրա եւ իմ վրա, ովքեր բացահայտեցին, որ սա սուտ է, սա կորիդորի բացում է, հիշում եք։ Դուք հիշում եք ով էր բարձրացնում մեր գերիների հարցը։ Ով էր խոսում մեր գերիների մասին։ Տրամպը։ Տրամպը խոսում էր, իսկ Բաքվի դեսպանը Հայաստանում ասում էր՝ մի բարձրացրեք այդ հարցը։ Հիշում եք։ Ասում էր առանցին քննարկման հարց։ Ներողություն, մեր աչքի առաջն չասեց, եկեք սրա մասին չխոսանք։ Մենք ունենք մի ղեկավարություն, այսպես ասած, որը իր սեփական գերիներով չի զբաղվում։ Մի մարդիկ, ովքեր ղեկավարել են Ղարաբաղը եւ մի բարերար, ովքեր միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդրել է Հայաստանում։ Մենք այդ մարդուն մոռացանք։ Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ժամանակին իրանից ինչ-որ ֆոնդեր էին ստանում եւ անընդհատ իր մասին խոսում էին։ Հիմա որ նա բանտում անստած, բոլորը իրան մոռացան։ Դա գեղեցիկ չէ։ Եվ շատ տարօրինակ է, որ մեր սեփական այսպես ասած ղեկավարությունը չի խոսում մեր գերիների մասին, դրա մասին խոսում է Ամերիկայի նախագահը։